այսպեսի բան ասեմ, եւ քչերը գիտեն, բայց մի շատ աննախադեպ բան եղավ վերջին տարիներին։ Ուրեմն Վրաստանի քաղաքացի երկխաղացիները շուրջ 7000 հոգի, ովքեր Վրաստանի քաղաքացի են եւ Հայաստանի հետ երկխաղացի, շուրջ 7000 հոգի օգտվում են Հայաստանի թոշակային համակարգից։ Եվ նրանք ամսական ստանում են 255 միլիոն դրամ գումար եւ տարեկան ավելի քան 3.1 միլիարդ դրամ գումար։ Եվ նրանց գերակշիռ մեծամասնությունը մեր ջավախցի հայրենակիցներն են։ Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության երկխաղացի մեր Վրաստանի հայրենակիցները եւս այս մեծածավալ սոցիալական ապահովության երաշխիքներից են օգտվում եւ սա մեծագույն ձեռքբերում է մեր հայրենակիցների համար։ Գիտեք, մեր խնդիրն է ընդհանրապես հասանելի դարձնել հնարավորությունները եւ ելի ասում եմ սոցիալական ապահովության ոլորտում, այո, մենք աննախադեպ հաջողության ենք հասել, բայց ելի ուզում եմ հերթական անգամ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետև նրանց աշխատանքի արդյունքում է, որ սա հնարավոր է։ Այսօր ես տարբեր բնակավայրեր եմ գնում, մարդիկ ասում են հետևյալը, այս խնդիրը, իհարկե ընդունելով, որ բազմաթիվ խնդիրներ լուծված են։ Ասում եմ, բոլոր խնդիրները կլուծեմ, ես էլ մի պայման ունեմ։ Չգիտեմ, ձեզնից ով է տնտեսվարող, տնտեսական գործունեություն ծավալում, թե չէ, բայց համոզված եմ, բոլորդ մտնում եք խանութ, ինչ որ մի բան առնում եք։ Երբ որ դուք առանց ՀԴՄ-ի խանութից դուրս չեք գա, ես խոստանում եմ ձեր այդ բոլոր խնդիրները կլուծենք։ Եվ ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունում ինչքան խնդիր դուք տեսնում եք, բացարձակապես բոլոր խնդիրները այսօր կան այն պատճառով, որ մենք բոլորս նախորդող շրջանում տասնյակ հազարավոր, միլիոնավոր անգամներ առևտուր ենք արել եւ խանութից դուրս ենք եկել առանց ՀԴՄ կտրոն վերցնելու։ Ինչքան մանկապարտեզ կա, որ պետք է լիներ, բայց չկա, ինչքան թոշակ, որ բարձր չի, ինչքան առողջության ապահովագրություն եւ այլն, այդ ամեն ինչը որ չի եղել, այդ ՀԴՄ չվերցնելու հետևանքն է։ Իսկ բանի պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցությունը խրախուսել է այդ բան երկու պատճառով, ու այսօր էլ հարկերի դեմոնիզացիան դրա համար է գնում, որովհետև նրանք ուզում են մեր ժողովրդին հասցնեն այն վիճակի, որ տուկի թել բաժանելով ու բրինձ բաժանելով տասնյակ հազարավոր ձայներ ստանան, որ մեկին 5000 դրամ ցույց տան, ասեն, այս ուրեմն բան է, ով է որ 5000 դրամ ունի։ Էդ է իրանց ուզածը։ Դրա համար էլ հարկերը դեմոնիզացնում են, որովհետև այդ բանի հարկային համակարգերից իրանք են ամենաշատը օգտվել։ Իրանք են ամենաշատ, իրանց խոշոր ընկերությունները բաժանել են 25 կտորի դարձնել փոքր բիզնես ու առանց հարկ վճարելու, որ ոնց ուզեն նենց էլ ապրեն։ Էդ է, նրանք ուզում են, որ չլինի դպրոց, նրանք ուզում են, որ չլինի մանկապարտեզ, նրանք ուզում են, որ չլինի ճանապարհ, նրանք ուզում են, որ առողջության ապահովագրություն չլինի։ Էդ է նրանց ուզածը, հակառակը թողապացուցեն, բայց իրանց իշխանության տարիներին այդ ամեն ինչը թոներ դնեին։ Շնորհակալություն։